Ամուսնությունից և Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո դերասանուհի Շուշաննա Թովմասյանը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել միայն սոցիալական հարթակներում, որտեղ էլ պարբերաբար կիսվում է անձնական լուսանկարներով և ոչ միայն։ Այս անգամ, սակայն, Շուշաննայի հրապարակումը այլ բովանդակություն ուներ։ Նա տարածել էր մի օգտատիրոջ հրապարակում այն մասին, որտեղ նշված էր հետևյալը. «Իմ մայրը Վրաստանի քաղաքացի է և վերջին 3 տարիների ընթացքում անցել է ծանր և բազմափուլ բուժման ճանապարհ, ներառյալ բաց սրտի վիրահատություն, բազմակիստ տենտավորում, վակուումային վիրահատություն, ինչպես նաև երկարատև բուժում սրտային շաքարային հիվանդությունների և մաշկային բարդությունների պատճառով։ Ներկա փուլում նա շարունակում է բուժումն ու խնամքը Ռիփսիմյանց տարեցների խնամքի կենտրոնում, որտեղ ապահովում է մշտական բժշկական վերահսկում և խնամք։ Մեր ընտանիքը ներկայումս գտնվում է սոցիալապես ծանր դրության մեջ, քանի որ տարիներ շարունակ իրար հաջորդած վիրահատություններն ու բուժումները ամբողջությամբ սպառել են մեր ֆինանսական հնարավորությունները։ Յուրաքանչյուր աջակցություն մեզ համար կենսական նշանակություն ունի։ Ձեր օգնությունը կնպաստի նրա առողջության պահպանմանն ու կյանքի որակի բարելավմանը», նշված էր հայտարարության մեջ։ Շուշաննան կիսվել էր այս գրառմամբ ու խնդրել օգնություն այս կնոջ համար։ Ամիսներ առաջ Շուշաննա Թովմասյանը մասնակցել էր Ամալիա Հովհաննիսյանի հաղորդումներից մեկին ու այդ ընթացքում խոսել շատ թեմաների մասին, որոնք հետաքրքիր են հանրության համար։ Շուշաննան նախ պատասխանեց այն հարցին, թե ինչպես իրեն տրվեց մայրությունը։ Շուշաննան նշեց հետևյալը. «Գիտակցված, պահը հասունացած ու պատրաստված։ Այո, դժվարություններ եղել են, ու ինչ-որ չափով ես պատրաստ էի այդ դժվարություններին, որովհետև պատկերացնում էի, որ հենց այդպես էլ լինելու է։ Ես գալու եմ, մենակ եմ լինելու։ Փառք Աստծո, ես ունեմ լավ ընկերներ, բայց կան պարտականություններ, որոնք միայն քոնն են, և դա դու պետք է անես։ Բայց սերը, տարիքը, էդ հասունացած պահը, որովհետև մայրանալու պահը եկել էր։ Ես հենց այնպես չավարտեցի նկարահանումներս ու մայրացա։ Ես հասկացա, որ դա նոր էտապ է, որին ես պատրաստ էի»։ Զրույցի ընթացքում Շուշաննան նաև անդրադարձավ Միացյալ Նահանգներ տեղափոխվելուն։ Նա նշեց հետևյալը. «Ես հիշում եմ, որ 15-16 տարեկանում ես ասել եմ, որ ապրելու եմ Միացյալ Նահանգներում, այսինքն այդ ցանկությունը միշտ եմ ունեցել։ Իհարկե, այդ մասին ես միշտ խոսել եմ իմ ընկերների հետ, հետո այդ մասին իմացավ նաև իմ ամուսինը, որ ես ունեմ այդ ցանկությունը։ Եվ երևի քովիդից հետո էր, հասկացանք, որ Վահեն էլ ունի վիզա, և կարող է գալու թեկուզ որպես տուրիստ տեսնել նահանգները, էն, ինչ ես էդքան սիրում էի։ Ասում էի, որ գանք ու ինքն էլ տեսնի, թե ինչ հավես ա, որ շրջագայենք, տեսնենք։ Ես մինչև դա 2 անգամ եղել էի էստեղ տատիկիս մոտ։ Եկանք ու նա էլ հավանեց։ Որոշեցինք, որ աշխարհում ամեն բան շատ խառն է, պետք է էստեղ մի պահ կանգ առնել, ընթացքում կհասկանանք ինչ անել։ Ճանապարհը փառք Աստծո բաց ա, և եթե ինչ-որ մի բան չստացվեր, մենք կվերադառնայինք մեր տուն։ Ես հիմա էլ չգիտեմ, թե հետո ինչ կլինի։ Մեր ընտանիքը ապրում ա էսօրվա օրով, և ճիշտ համարեցինք հիմա լինել էստեղ։ Դժվարություններ ամեն ինչում կան, նույնիսկ հասարակ կենցաղ ապահովելու մեջ, բայց մտածել, թե դու հայտնի ռեժիսոր ես կամ ես հաջողակ դերասանուհի եմ ու չփոխել որևէ բան, սխալ է։ Մենք դա արել ենք մեր ապագա երեխաների համար, այստեղ հնարավորությունները շատ են։ Մենք հասկացանք, որ ի վերջո հնարավորություն ունենք փորձելու, որովհետև եթե դու ինչ-որ բան մտորում ես ու ունես հնարավորություն դա անելու, ինչքանով է նորմալ, որ չփորձես, եթե անգամ սխալվես, պետք է փորձես։ Մենք չենք կառչել մասնագիտական հաջողություններից։ Ես ինձ իսկապես լավ եմ զգում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իմ ստեղծած ու արդեն կայացած ընտանիքը, որտեղ էլ որ լիներ, ես ինձ այնտեղ երջանիկ կզգայի։ Իմ տունը ոչ թե շինություն է կամ վայր, այլ այնտեղ է, որտեղ Վահեն է ու մեր երեխաները։ Դերասանուհին նաև անդրադարձավ իր կարիերայի սկզբնական շրջանին, խոսեց դժվար ապրուստի, Մերի Մակարյանի հետ հարաբերությունների մասին և այլն։ Նա նշեց հետևյալը. «Ես ուրախ եմ, որ տարիներ առաջվա լարվածությունը Մերի Մակարյանի հետ էլ չկա։ Դա ձեռքբերում է ինձ համար, որովհետև նախ իմաստ չկա։ Օդում կախված լարվածությունը, որը անցած թեմա ա, և դրա մասին արժի խոսել միայն ժպիտով», անկեղծացավ Շուշաննա Թովմասյանն ու անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ երբ 17 տարեկան էր, հանդիպել է առաջին անգամ Վահեին դժվար ապրուստի շրջանակներում։ Նա նշեց.
հետևյալը. Դժվար ապրուստ հեռուստասերիալում ես 17 տարեկան էի և նույնիսկ ասեմ, որ ընկեր ունեի, ուսանողական սիրահարվածություն էր, Վահեն էլ ամուսնացած էր։ Չէ, ոչ մի պատմություն չկար ու չէր էլ կարող լինել, բայց հիմա ես մի բան ասեմ, ինձ երբեմն թվում է, որ ես դարձա Շուշաննա Թովմասյան դերասանուհին, որպեսզի հանդիպեմ Վահեին, կարծես թե սա ներկայացում լինի, որ վերջում իմ ճանապարհը խաչվի իր հետ։ Մեր հարաբերությունները դժվար ապրուստում էսպիսինն էին, որ մամաս Վահեին ընկալում էր որպես էն մարդու, ով պետքա նկարահանման հրապարակում ինձ տիրություն աներ։ Չգիտեմ Վահեին անվանեմ մեծ եղբայր, թե վստահելի մարդ, այդպիսի փոխհարաբերություններ են եղել մեզ մոտ։ Շուշաննան նաև անդրադարձավ այն խոսակցություններին, թե ինքն է պատճառ դարձել, որպեսզի Վահեն ամուսնալուծվի։ Նա նշեց հետևյալը. Եթե իմ պարագայում մարդիկ կարող են մտածել այնպես, կարծես իրենց է հարմար, ապա այն մարդիկ, ովքեր ճանաչում են Վահեին, գիտեն, որ ինքը չի պատկանում էն տիպին, որ ինչ-որ իգական սեռի ներկայացուցիչ գա և իրենով անի։ Ինքը շատ սթափ ու ադեկվատ տղամարդ ա, ով որոշել ա ևս մեկ անգամ փորձել։ Էստեղ մարդիկ պատմություն հորինեցին, չհասկանալով իրենք ամբողջ ինֆորմացիան չեն տիրապետում։ Եվ նույն պատմության հերոսները պարտավոր չեն կենցաղային մակարդակով պատմել ամեն բան։ Պետք է ուղղակի ընկալել, որ այս մարդը այս մարդու հետ է և վերջ։ Ես վստահ էի իմ ընտրության մեջ և ես պատրաստ էի կրելու ամբողջ բարդությունները, եթե անգամ սխալվեի։ Գտնվեցին մարդիկ, ընկերներ, երկրպագուներ, ովքեր այդպես չէին պատկերացնում իմ ընտրությունը։ Նեղացել էի, որ չեն ընդունում իմ ընտրությունը, բայց հասկանում էի, որ իրենք դա անում էին ինձ համար։ Ուղղակի տեղի ունեցան մի քանի բախումներ, որտեղ ուրիշ Շուշաննա տեսան, որտեղ ես ասացի ինքն ա և վերջ, և ով որ իմ հետ ա, ով չէ, կարող է գնալ։ Պատասխանեց Շուշաննան ու խոսեց նաև իր և Վահեի հարաբերությունների մասին։ Փառք Աստծո, նման դժվարություններ չեն եղել, թե Վահեն ամուսնալուծված է, նման խոսակցություններ չեն եղել, ամեն բան պարզ էր և բոլորի համար, չպարզված հարցեր չեն եղել։ Միակ խոսակցությունը դա այն էր, որ Վահեն ունի երեխա, և արդյոք ես ինձ հարմար եմ զգում այդ իրականության մեջ։ Ես երբևէ Վահեի դստեր Յանայի հետ որևէ խնդիր չեմ ունեցել, մենք խնդիրներ չենք ունեցել։ Ճիշտ ա, հանդիպումները հաճախակի չեն լինում, մանավանդ, երբ մենք արդեն էստեղ ենք ապրում։ Ժամային գոտին էլ հարմար չէ երեխաների շփման համար, տղաներս էլ փոքր են։ Բայց իհարկե տարիների ընթացքում ամեն բան կընկնի իր տեղը, և ես չեմ էլ մտածում, չեմ էլ փորձում արհեստականորեն ինչ-որ բան ցույց տալու համար։ Մենք տանը խոսում ենք այդ մասին, և իմ տղաները մեծանալով կիմանան ու կհասկանան, որ կապ չունի, որ մենք հեռու ենք ապրում, իրենք Հայաստանում քույրիկ ունեն։